Պարոն Սարգսյան, նախորդական դատացում խնդրեմ կարող շնորհակալություն։ Նախորդ նիստին մենք ներկայացրեցինք ընդդիմության հետ կապված խախտումները, որը ինքնին ամբողջ դատական ակտը բեկանելու հիմք է հանդիսանում, բայց այսօր կներկայացնենք նաև մեկ այլ հիմք, որը ևս ինքնին ամբողջ քրեական հարույցը անօրինական դարձել եւ բեկանման հիմքը հանդիսանում։ Ոսկը վերաբերում է հատկապես Ուրեմն քրեական բարույթի անօրինականության եւ քրեական նկատմամբ դարձնելու էջը 9 այս ապօրինությունների մասին։ Ուրեմն ընդհանուր առմամբ նախ նշենք, որ սույն քրեական բարույթը քննիչիկովից նախավորից դասություն։ Մի քանի նոր կա, որոնք որ ցանկանան վկայակոչել, որովհետև դրանց վրա ստացվելու մասնավորապես օրենսգրքի 12-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի համաձայն քրեական հետաքրքրում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետաքրքրումը ենթակա հակառակման, եթե հարցը նախաձեռնվել է սույն օրենսգրքով չնախատեսված աղբյուրից ստացած տեղեկատվության հիման վրա։ Նաև 13-րդ հոդվածը որտեղ քրեական բարույթի ենթակա հակառակման, եթե հարցը նախաձեռնվել է սույն օրենսգրքի 173 հոդվածի 3-րդ մասի նախատեսած կանոնների խախտմամբ, իսկ այդ նորմը, որը վկայակոչեցին, դա հետևյալն է։ Քրեական բարույթ չի կարող նախաձեռնել, եթե հանցանքի մասին տեղեկատվություն ստացվել է սույն հոդվածով չնախատեսված այդ թվում կոմոդ կամ չհոսանքված աղբյուրից։ Այլ կերպ ասած, պատվարժան դատարան բարույթի ոչ իրավաչափ նախաձեռնումը հանգեցնում է անձնական քրեական հետաքրքրումը դադարեցնելու, եթե նախաձեռնվել է օրենքով չնախատեսված աղբյուրից։ Պաշտպանության կողմը գտնում է, որ գերաշնորհ Տեր Միքայել arczepiskopos Աջափարյանի նկատմամբ չէր կարող քրեական հետաքրքրումը հարուցվել, իսկ հարուցված քրեական հետաքրքրումն է ենթակա դադարեցման, ինչպես նաև քրեական բարույթի ենթակա դաշտման, քանի որ սույն քրեական բարույթը ոչ իրավաչափ է նախաձեռնվել օրենսգրքով չնախատեսված աղբյուրից ստացված տեղեկատվության հիման վրա, խախտվել են քրեական բարույթ նախաձեռնելու օրինականություն երաշխավորող կարգերը։ Այլ կերպ ասած, քրեական բարույթի նախաձեռնումը ոչ իրավաչափ է, որի պայմաններում ամբողջ քրեական բարույթը դառնում է ոչ իրավաչափ։ Պատվարժան դատարան, նախնական դատարանների ընթացքում այս հիմքով դատարանը միջնորդել են, որպեսզի դադարեցնի Միքայել Սեփազյանի նկատմամբ իրականացած քրեական հետաքրքրումը, դատարանը որոշել էր այս միջնորդության լուծումը հետաձգել մինչև էական հանգամանքների բացահայտումը, որոշում կայացնելու համար իր համար իրոք համերգացնելու, սակայն հատուկ ցանկանում եմ նշել, որ նույնիսկ հիմնական դատարանությունները ավարտելուց հետո եւ ենթադրվում է դերիժնորություն լուծելու համար արարել բոլոր հանգամանքների դատարանը պետք է բազմացնել, դատարանը մինչև եզրափակիչ ելույթները սկսել են, օրենքի կոպիտ խախտմամբ այդպես էլ չքննարկեց այդ միջնորդությունը եւ առանց այդ միջնորդությունը քննելու եւ դրա վերաբերյալ որոշում կայացնելու է, դատարանը վերադարձական վերաբերեցրեց, ինչն ինքնին առանց որևէ վերապահման վկայում այն մասին, որ անկախ սույն գործում առկա խախտումներից ու ապացույցներից դատարանը միևնույն է ամեն գնով վերադարձական վերդիկտ է կայացնելու Միքայել Սեփազյանի վերաբերյալ, որտեղ մենք հակառակը որևէ կերպ չենք կարող պատկերացնել։ Ամբողջ դատաքննության ընթացքում սրա վրա հենց ծանրակշիռ ձևով անդրադառնալ, փաստեր ներկայացնել, վիճել ներադրանքի կողմի հետ, եւ այդ ամեն ինչի համար միջնորդություն ավելի դատարանը հետաձգի, բայց միևնույն է իր համար այս հարցը քննարկի, չքննարկի, չէր կարող դատարանի մոտ, այսինքն եթե ինքը որոշած չլիներ, որ անկախանալուց վերադարձական վերդիկտ է կայացնում, ինքը հարցը ուշադրություն կդարձնի, բայց մտքից ամեն ինչ անել էր, ուղիղ գնում էր նրան, որ վերադարձական վերդիկտ կայացնի։ Եթե մենք սխալվում ենք, պատվարժան դատարան, իրականում այդպես չի, ապա վերաքննիչ դատարանին խնդրում ենք իր դատական ակտում տալ այն հարցի բազաբանումը, թե ինչպես է դատարանը վերադարձական վերդիկտ կայացել առանց քրեական հետաքրքրումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը քննարկելու եւ լուծելու, որին անդրադարձել եւ ներժել է միայն դատարանը։ Այսինքն հասկանալը որ չի արել, ասել է, վերադարձական վերդիկտը կայացրել է, հետո գնացել է դատարանին, փորձել է հետադարձով իր թերությունը շոկի։ Դա ուղղակի абսուրդ է, նման բան չկա իրականության մեջ։ Միթե հնարավոր է, որ վերադարձական վերդիկտ կայացնելուց հետո կայացված դատարանությունում դատարանը հակասել ինքն իրեն եւ որոշել բավարարել քրեական հետաքրքրումը դադարեցնելու մասին միջնորդությունը այն հիմքով, որ քրեական հարցը նախաձեռնված է ոչ իրավաչափ կարգով եւ հաստատել, որ ապօրինի գործով վերադարձական վերդիկտ կայացնել։ Ավելի պարզ ասելու համար այսինքն տեսեք, երբ որ ինքը միջնորդությունը չի քննում, չի լուծում,
Ներադրական վերդիկտ է կայացնում եւ դրանց հետո գնում է դատավճիռ կայացնելու, ուզի թե չուզի, դատավճիռում պետք է ասի, որ ամեն ինչ օրինական է։ Հակառակ դեպքում իր վերդիկտը կհինավնել ապօրինի։ Ինքն իրեն կաշկանդում է, դնում է մի վիճակում, որը հարցի նման որոշում կայացնի։ Այսինքն սա ակնհայտ արդեն կաշկանդվածության եւ կանխականության ևս մեկ դրսևորման մասին է։ Այո, ապոստել հետազոտեցի, կավարտեցի, իրադրության հարց քննարկվեց, անցյալ երեխաների այդ հարցը բարձրացնել եք ձեր դժվարության հետ կապված, որ չի քննարկվել։ Ես հենց հիմա չեմ հիշի հանցածային ենք, չէ, բայց առնվազն ճարելուն եզրափակիչելիությունը նորից դրան անդրադարձել։ Այսինքն դատանը կարող է վերսկսել այդ հարցի քննարկումը անել նորից շարունակել։ Երիտներում անդրադարձ կա կարելի։ Այո։ Իսկ որ դատանը հետաձգել է որ դունել Միջև ապաստել հետազոտումը ավարտել։ Միջև քրեական հանգամանքների բազումն է նշել։ Դատարանը շատ դժվարանում է ընդհանրապես պատճառաբանել թե ինչ որոշում ակայացնում ինչի համար, մենք խնդրում ենք հաճախ գոնե կպատճառաբանենք թե ինչ համար է կայացնում, որտեղ մենք երկար հիմնավորումներ ենք տալիս, դատարանը ցած ընդհանրապես մի բառով ասում է, մերժում է բավարարում։ Իսկ մենք գոնե ասենք ինչի համար, ինչ պատճառաբանությամբ հաջորդի մեր գործողությունը նույնն էստեղ է։ Այսինքն այն իրավիճակը, որտեղ մի բան հաստատ է, չէ կարող հիմնական դատալսումների ավարտից հետոյի մասին խոսել, ինչի համար, որովհետև դատանի համար էական հանգամանքներ պետք է պարզել ապոստել հետազոտումից։ Դա պարզվեց բնականաբար հիմնական դատալսումների ավարտով։ Այսինքն այնպես չի, որ պետք է լրացուցիչ դատալսումներ լինել, որ դրանից հետո ինքը հասկանա մերժում թե բավարար։ Ինչը վերդիկտ կայացնելը իր համար ամեն ինչ պետք է պարզել։ Իսկ վերդիկտը կայացնելու պայմանությամբ այս դժվարությունը քննարկում չի եղել։ Հետո դատավճիռը քննարկելը սա ուղղակի նորից եմ ասում, չէ՞ կարելի է հակասել ասել ես վերդիկտ ապօրինի եմ կայացրել, որովհետև վարույթը ապօրինի։ Ամեն դեպքում բարձրացնել եք այդ մասը։ Միջև եզրափակիչ ելույթը չեմ հիշում։ Եզրափակիչ ելույթներում այս հարցին նորից անդրադարձել։ Եվ ընդհանրապես ես կարծում եմ, որ մենք ընդհանրապես կարող ենք չբացատրել, որովհետև դատարանի որոշումն է, ինքն հայտարարել է դատարանը պայմանավորել որոշում կայացնել։ Որտեղ միշտ չի, որ պրոֆեսիոնալ մասնակիցներ են լինում, կամ գուցե մարտավարական առավելություն զենանք ներկայացնել, հազար տարբերակ կարավիլից, դատան պարտավորությունն է, օրենքը բացանում, օրենքը խախտում է արդեն եկանման հիմքը։ Սա ինքնին ևս մի առանձին հիմք է, որով որ դատարանը ուղղակի դատականան պետք է բեկանվի։ Հիմա ուզում եմ կոնկրետ անել, գիտեք, հիմա անդրադառնել եմ կոնկրետ բարոյթային խախտումներին, եթե օրինակ այս մասով պետք է մեր առանքի կողմ արձագանքի, կարող ենք արձագանքի, որովհետև այս կետը բավականին ծավալուն է։